Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, քույրեր եւ եղբայրներ, աշխարհասփյուռ սայություն, այլ ազգի մեր բոլոր քույրեր եւ եղբայրներ, բարի կամքի մարդիկ։ Դուք գիտեք, որ ավարտվեց այսպես կոչված մեր դատավարության նաև վերաքննիչ փուլ։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախորդ։ Նույնիսկ չհամարձակվեցի սխալները շտկել, դառական սխալներ։ Այսպես օրինակ ներկայացնելով ներկաներին, վերջի ուրեմն դինիստը մեր, երբ որ թողեցին այդ վճիռները ուժի մեջ, իմ պաշտպանների ներկայացին հին կազմով։ Այն դեպքում, երբ որ նրանք փոխվել էին այս դատավարության ժամանակ, այսինքն ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաև չհամարձակվեցին փոխել նախորդ գրված սցենարը, նույնիսկ շտկել այս խաղները, որը այնտեղ կան։ Սա է իրավիճակը։ Սա զուտ ֆորմալ մի ուրեմն փուլ է, որը պետք է անցնենք, որպեսզի հետագայում ևս այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար։ Որևէ էական տարբերություն իսկապես չկա։ Նույնիսկ սկզբնական փուլում տեխնիկական որոշ թվացող տարբերություններ են, որը իրականում քաղաքական են։ Այսպես օրինակ հայտարարությունը, որ կլինի դատավարություն, չի հրապարակվել մինչև դատավարություն, այսինքն այն տվել են post factum, ամսի 27-ին։ Այն դեպքում, երբ որ մեր առաջացիան դատարանը, երբ որ սկսեց իր աշխատանքը 11 օր առաջ էին տվել այդ ամենը։ Հետևաբար արդեն իսկ մենք տեսանք, որ տարբերություն կա։ Բացի դրանից տվել են այդ հայտարարությունները ամսի 27-ին, երբ որ իրենց տոններ, իրենց կրոնական զոհաբերության տոնը։ Իսկ երբ որ մեր առաջացյալի դատարանում հայտարարությունը հնչեց, հունվարի 6-ն էր, այսինքն մեր սուրբ ծննդյան օր։ Բազի որ սա շահարկում է մեր հոգևոր կրոնների եւ տոների, կրոնական այդ տոների եւ ինքնին անթույլատրելի է։ Բայց Աստված ամեն ինչ տեսնում է, հետեւաբար ամեն ինչ պարզ կլինի հետագայում։ Ինչ ասենք, նաեւ որևէ ուրեմն քաղաքացիներ չէին մասնակցում, մասսա չկար այսպես հանրության ներկայացուցիչներ։ Այն դեպքում երբ որ առաջացային դատարանում մոտ 200-300 հոգի ամեն անգամ ներկա էին։ Իհարկե նրանք բոլորը սելեկտիվ ձևով էին, ուրեմն վերվում այնտեղ հատուկ ավտոբուսներով մենք տեսնում էինք դա։ Բացի դրանից ըստ որոշ տվյալների նաև լավ վարձատրում էին իրենց։ Բայց այս անգամ չկար ոչ մեկը, ինչի որովհետև նրանք երևի տեսնում են պատճառներից մեկը այն է, որ ինչպիսի չարաշահումներ են կատարվում այնտեղ, տեսնում են իրենց կողմի թույլ դիրքերը, մեր ինքնապաշտպանությունը եւ մեր համառությունը եւ այդ ինքնապաշտպանության որակը եւ բնական այս ամենը ներթափանցում է նաեւ իրենց հասարակություն ուզած չուզած հետեւաբար արգելել են այդ մարդկանց մասնակցությունը նաեւ շատ հետաքրքիր է որ այնպիսի գաղափարներ են շրջանառության մեջ դրում որ անհնարին է ուղղակի դա պատկերացնել օրինակ որ մեկի կողմից կատարված հանցագործությունը ավտոմատ բոլորի վրա է ուրեմն բոլորին է վերագրվում կամ որ պետք է սուտ ասել սուտը օրինական է կամ այնպիսի գաղափարներ որ կրկնում եմ միջազգային հանրության պատմության մեջ ընդհանրապես անհնարին է պատկերացնել։ Օրինակ ինձ ավելացրել են երկու ցմահ հոդվածներ, որը չկար։ Երբևիցե որևէ անգամ չէր հիշատակվում ամբողջ դատավարության ժամանակ առաջացյալի։ Բայց ես դա տեսա, երբ որ մեզ տվեցին արդեն դատավարությունը ավարտելուց հետո մի շաբաթ հետո այսպես կրճատ գրություն այդ ամենի։ Հասկանում եք, սա անթույլատրելի երևույթ է։ Ես խնդրեցի, որպեսզի նաև մեր ելույթները, թե առաջացյալի դատարանու վերջ խոսքը, թե այս դատավարության հիմնական ելույթները տեսատարբերակով փոխանցեն իրենց մարդու իրավունքների պաշտպանին։ Բայց մերժեցին։ Ասում են, որ բաց դատավարություն է, բայց մերժում են նույնիսկ իրենց մարդու իրավունքների պաշտպանին, ուրեմն այդ ամենը տրամադրել։ Հետևաբար նման երևույթներ կան, կլինեն եւ պարզապես պետք է այս ամենը հաշվի առնենք եւ իմանանք ինչ է կատարվում իրականությունը։ Հետաքրքիր երևույթներից մեկը այն է, որ փոխվել են նաեւ պաշտպանները, սա 5-րդ եւ 6-րդ պաշտպանն այսքան ժամանակվա ընթացքում փոխվել են եւ մեկը փոխվել է հենց վերաքննիչ դատարանի մեկնարկի, որը մյուսը 6-րդ նիստի ժամանակ։ Ինչ ասեմ, ես փորձել եմ իմանալ ինչն է պատճառը, ասել են առողջականը։ Նույնիսկ դատարանում դատի ժամանակ ասել են միացրեք տեսազանգով կապվեք հետներ, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ ինչպես են իրենք իհարկե խառնվել են, չեն միացրել, ասել են որ
կյանքներին վտանգ չկա եւ այլն եւ այլն։ Այս բaragայում կուզենայի հիշեցնել մի շատ հետաքրքիր նախադեպ 1976 թվականին Կալիֆոռնիայի Վերաքննիչ դատարանը բեկանել է Արաչյանի դատարանի որոշումը Լեսլի Վան Հաուտենի գործով հայտնի շատ հանրահայտ, որովհետև նրա դատավարության մոտավորապես կեսին պաշտպանը փոխվել է եւ թեպետ նոր պաշտպանը ծանոթացել է բոլոր գործերի արձանագրություններին, միայն նրա պատճառով որ նա հնարավորություն չուներ անձամբ տեսնելու իր ուրեմն նախորդի ժամանակ ուրեմն դատարանում ելույթ ունեցող բոլոր վկաներին անձամբ այդ իսկ պատճառով դատարանը բեկանել է որոշում։ Իսկ այստեղ նման բաներ չկա, որովհետև Ամերիկա պարզ է ժողովրդավարական կայացած երկիր է, իսկ այստեղ գլխավոր դատավորը, այսինքն դատարանի նախագահը, ով վարում է գործը, ուղիղ ենթատեքստով ուղղակի ասում է, որ ինչի եք այստեղ բողոքում Արաչյանի դատարանից, այն ամեն ինչ կա գրված արձանագրությունների մեջ։ Մի քանի անգամ է ասել։ Հետո էլ ասում է արձանագրությունները ամեն ինչ չէ, որ զետեղում է արձանագրությունների մեջ։ Ես հարց տվեցի, իսկ ով է որոշում, ինչ է զետեղում։ Դուք 4 դատավորները դատախազության ներկայացուցիչների, տեխնիկական աշխատակիցների խառնվեցին, ինչ-որ սկսեց անկապաներ խոսել։ Սա է իրավիճակը ընդհանուր առմամբ, եւ սա շատ բանի մասին է խոսում, իհարկե ցույց է տալիս բուն իրավիճակը, այնուհետեւ իհարկե ամեն մի պահի չէին թողում, որպեսզի ելույթը շարունակեն, կտրում էին, խանգարում էին, ընդհանուր առմամբ այսպիսին է մի շատ հետաքրքիր ուրեմն երևույթներ, որը անպայման պետք է նաեւ մեզ համար նաև միջազգային դատարան։ Կան հետաքրքիր իհարկե զարգացումներից է նաև այն, որ այս տեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք որպեսզի գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինչու է եւ որևէ ապացույց չկա։ Եվ իսկապես դա այդպես է, բերեմ մի կոնկրետ օրինակ, մասնավորապես ինձ ծմահ են նշանակել մի հոդվածով, ըստ որի ես փորձում էի տապալել այստեղ իշխանությունը, որի կերպով սաղցել իշխանությունը այս երկրում, սահմանադրություն տապալել եւ այլն։ Հիմա ես հարց եմ տվել այդ քննարկումների ժամանակ, արդյոք կա որևէ ապացույց, որ ես լինելով այստեղ մասնակցել եմ ձեր իշխանության համար պայքար։ Եթե այդպես է, ուրեմն պիտի ամբողջ ձեր երկրով մեկ ինձ ունենայի համախոհներ, ինչ-որ կազմակերպության բջիջներ եւ այլն։ Իհարկե որևէ պատասխան չկա։ Եվ ինչն է հետաքրքիր, որ տալիս են ծմա, բայց մեկ անգամ դեպ ոչ հետաքննության ընթացքում, ոչ էլ Արաչյանի դատարանի դատավարության ընթացքում, ոչ այստեղ նման հարց չեն տվել։ Ես էլ հարց եմ բարձրացրել, կան որևէ մեկը, որտեղ ամեն շաբաթը մեկին այստեղ ուրեմն բռնում են դրա համար, որ մեր անունը կտար այստեղ, ասեցին ոչ։ Հիմա այս պարագայում ինձ մեղադրում են եւ ծմահ են ուզում տալ։ Հետաքրքիր է նաև այլ երևույթներ եւս մասնավորապես ասենք այս դատարանում բոլոր մեր բողոքները որը եւ վեճերը, որը եղել է ասենք մեղադրող կողմի 100%-ով բավարարվել է ի օգուտ մեղադրող կողմի։ Այն ժամանակ, երբ որ Արաչյանի դատարան փոքրիկ իրավիճակը տարբեր, օրինակ 894 դրվագից մեր վեճերի 889, այսինքն 99.4%-ը բավարարվել է իհարկե մեղադրող կողմի օգտին, այսինքն այստեղ 0.6%-ով գերազանցել են այդ ցուցանիշը։ Ինչ ասեմ, ես շնորհակալություն եմ հայտնել նման որակի եւ քանակի սխալների համար, որովհետեւ սա մեզ համար շատ կարեւոր է, որ դա կնպաստի նաեւ արդարության վերականգնմանը, քանի որ միջազգային դատարանում այս ամենը մենք կներկայացնենք։ Բավականին հատկանշական է, որ նաեւ ապացույցների տեղը օգտագործում են փոխարինիչներ։ Այն է ստեր, գեղեցիկներ, քենացներ, իրենց քաղաքական այսպես տարբեր մոտեցումներ, կարգախոսներ եւ այլն։ Եվ Ինչն է հետաքրքիր, մատնանշել ենք դա, որ ընդհանրապես իրավաբանությունը, իրավական համակարգը, առավել ևս դատարանը չի կարող լինել, ասենք, սննդի արդյունաբերություն կամ քիմիական, որտեղ փոխարինիչները պետք է օգտագործվեն, իսկ փաստերին եւ ապացույցներին փոխարինող որևէ բան չկա։ Իսկ այստեղ այս դատարանում այսպես է, ել ընդհանրապես իրենց մեր նկատմամբ իրենց մոտեցումները եւ ավելին այդ կեղծիքները, ստերը զետեղում են նաև իրենց ուրեմն արխիվներում, նույնիսկ երբ մենք փորձել ենք տեսնել
գրառումները, բոլոր այդ ամենը ինչ խոսել ենք, ինչպես է զետեղված իրենց փաստաթղթերում, տեսել ենք, որ մեր ասած ընդհանրապես չեն ներառում, կամ լավագույն դեպքում ներառում են խիստ կրճատված կամ աղավաղված։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավական ապարտեիդ, եւ այդպես էլ բնութագրեցի, քանի որ ինչ կարելի է ասել, երբ որ պաշտոնապես հայտարարում է, որ անհրաժեշտ է ընդլայնել օրինակ ոչ դիտավորյալ սպանությունների ցուցակը եւ շրջանակները, որպեսզի բոլորին մեղադրել սպանությունների մեջ, կամ որ սուտ ասելը դա օրինական է։ Բարձ է ինչ է կատարում։ Եվ այս ամենը իհարկե մատնանշվել է։ Այն որ առողջականից հետ խնդիր կա, ես նաև բարձրացնել եմ դատարանում եւ խնդրել եմ, որպեսզի այդ ամենը արձանագրվի։ Իհարկե կասկածում եմ, հասկանալի է, որ ենք չեն ուզի, որ հատկապես ես գնամ, ասենք, միջազգային դատարան, ոչ խնդիրները չէ այնտեղ լինելու։ Եվ ասեմ, որ միայն իմ մոտ չէ առողջական խնդիրներ։ Մի շարք մեր ընկերների մոտ իրոք ոչ առողջական խնդիրներ կա։ Չնայած խնդիր կա առողջական, որոշ մարդկանց մոտ մեկ-մեկի մոտ է լինում, չգիտեմ, դա օբյեկտիվ բնական բնույթ է կրում, թե սուբյեկտիվ ոչ բնական, բայց հարցը դա չէ։ Իհարկե դա ինչ որտեղ սպասելի է, որովհետև մենք հո պայքարում ենք այս ուրեմն չար աշխարհում արդարության եւ ազատության համար, մարդու իրավունքների, իսկ դա հենց այնպես չի լինում։ Մի բան է իհարկե կանգնած պայքար, կանգնել ուրեմն պաշտպանություն արդարության աշխարհով մեկ այլ բան է իհարկե նստել դրա համար, բայց իմացեք, չնայած նստած ենք, բայց տնկաչոք չենք, եւ սա թող բոլորը իմանան։ Ամենացած ամեն ինչ նորմալ է, պինդեղեք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դες սպասում են ծանր դժբախտաբար երևույթներ, չեմ ուզում այստեղից դա ասեմ, պինդեղեք, ամեն ինչ պետք է, որ եթե մենք դարձի գանք նորմալ լինի։